Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Տեր հայր, ինչ ասենք այն մարդկանց, ովքեր խաչը համբուրող կամ խաչի առջև աղոթող մարդուն համարում են երկաթապաշտ կամ փայտապաշտ։ Ես միանգամից կարող եմ ասեմ, որ միայն խաչի թշնամիները կարող են այդպիսի արտահայտություն անել, սիրելիներս, որովհետև խաչը համբուրողը կամ խաչի առջև կանգնող մարդը խաչը չի համբուրում, այլ խաչյալին է տեսնում եւ խաչյալի խորհուրդն է զգում այնտեղ, որովհետև խաչն ու խաչյալը չի կարելի իրարից առանձնացնել։ Խաչյալն է, որ խաչին նոր խորհուրդ տվեց։ Հիսուս է, որ իր կյանքով արժևորեց խաչը, որովհետև մեր փրկությունը խաչի միջոցով պիտի իրականանար։ Չի կարելի ընդունել փրկությունը, մերժել այդ փրկության նշանը։ Չի կարելի ասել, որ մեր մեղքերը քավված են, բայց այդ քավության միջոց խաչը մերժել, որովհետև խաչին հավատալով, խաչին վստահելով մենք Աստծո զորությանն ենք ապավինում։ Խաչը, որ Տերը մեզ փրկեց, խաչը մեր պարծանքն է, խաչը մեր փրկությունն է, խաչը մեզ դեպի Քրիստոս առաջնորդող այն սանդուկն է, որ երկրից երկինք ենք բարձրանում։ Մենք Գործ Առաքելոցի 17 գլխի մեջ շատ կարևոր մի հատված ենք ընթերցում։ Այնտեղ պատմում է, որ Պողոս Առաքյալի քրտինքը սրբած թաշկինակը, երբ որ դնում են հիվանդի վրա, հիվանդը բժշկվում էր, մեռները հարություն էին առնում։ Եթե քրտինքը սրբած թաշկինակը սովորական մարդու կարող էր հրաշքներ գործել, ապա ինչու խաչը չի կարող հրաշքներ գործել մեր կյանքի մեջ։ Ապա ինչու խաչը չի կարող մեզ փրկության նշան դառնալ։ Խաչը չի կարող Քրիստոսնիայի զենքը դառնալ այս մեղքերի աշխարհի մեջ պայքարելու համար։ Քավը լիցի, եթե մարդը չկարողանա խաչը ընդունել եւ խաչով ապրել։ Ինչ է ասում Պողոս Առաքյալը Գաղատացնե նամակի մեջ։ Աստված չան, եթե այլ բանով պարծենամ, քան Քրիստոսի խաչով։ Եթե մեղք չէ խաչով պարծենալը, ապա ինչու պետք է մեղք լինել խաչը համբուրելը կամ խաչի առջև աղոթելը։ Չէ, որ այդ փրկության միջոցով մենք Քրիստոսի հետ հաղորդակից ենք լինում եւ Քրիստոսին ենք դիմում եւ վերջապես մենք նյութը չենք համբերում, այլ հյութն ենք համբերում, իսկ խաչի հյութը Քրիստոս ինքն է։ Դու կամավորապես պիտի մոտենաս այդ հյութին, ճաշակես, զգաս, որպեսզի քո փրկությունը կարողանաս քո կյանքի մեջ ունենալ։ 5 կտականի մեջ տեսնում ենք, որ Մովսես մաքրին գավազանով բազում հրաշքներ գործեց։ Եթե գավազանը, որ սովորական մի փայտ էր, ոչինչ չասող, կարող էր հրաշքներ գործել, ապա ինչու չի կարող Քրիստոսի խաչը մեր կյանքի մեջ հրաշքներ գործել։ Եթե Եղեսե մարգարեն իր վերարկուն հարվածեց, Հորդանանի գետերի ջրերը բացվեցին, ցամաք եղավ, ապա ինչու չի կարող Քրիստոսի խաչը մեղքերի լճից մեզ ճանապարհ բացի դեպի փրկություն առաջնորդել։ Եթե մարգարեն կարողացավ թունավորված կացայի մեջ արու լցնելով այդ կերակուրը փրկության միջոց դարձնել, ապա ինչու չի կարող մեղքի կերակուրը Քրիստոսի խաչով փոխվել եւ մեզ դեպի փրկություն առաջնորդել։ Այն մարդիկ, ովքեր անարգում են խաչը, առաջին հերթին Քրիստոսին են անարգում։ Դու չես կարող ծառի պտուղը անարգել, բայց ծառը ընդունել։ Եթե դու անարգում ես պտուղը, ուրեմն ծառն էլ ես անարգում, չես ընդունում այդ պտուղը։ Իսկ խաչի պտուղը Քրիստոս ինքն է։ Եվ ինչպես Հովան Ոսկեբերան հայրապետն է սովորեցնում մեզ ասելով, ինչպես որ Ադամը կամորապես գնաց, կենաց ծառի պտուղը քաղեց ու մահկանացու դարձավ, այնպես էլ մեզ համար խաչը կենաց ծառն է, կյանքի ծառն է, եւ մարդը կանոնապես պիտի մոտենա խաչին, Քրիստոս, որ խաչի պտուղն է, կյանքի պտուղն է, վերցնի ճաշակի, որպեսի փրկություն ունենա։ Ուրեմն խաչը հրավեր է մարդուն փրկվելու համար։ Ուրեմն դա խաչապաշտությունը մենք չենք կարող նկատել որպես փայտ պաշտել կամ երկաթ պաշտել։ Մենք այդ նյութի միջոցով խաչյալին ենք հաղորդակից լինում։ Նյութը համբուրելով մենք խաչյալի խորհուրդն ենք տեսնում եւ կենթանի Աստծուն ենք այնտեղ տեսնում, ոչ թե մեռած մեկին։ Ուրեմն փրկությունը ընդունելու համար խաչներ պիտի ընդունես եւ խաչով պիտի քեզ դառնագրես, խաչակնքես, որպեսզի այդ խաչն եւ քո վրա լինի եւ դու այդ խաչով կարողանաս Տիրոջ ներկայության մեջ զգալ այն ցավը, այն ուրախությունը, որով Քրիստոս քեզ մեղքի իշխանությունից ազատեց, փրկություն պարգևեց։ Եթե չէ, մենք կդառնանք երեսպաշտներ։ Իսկ երեսպաշտ մարդը չի կարող երբեք ճանաչել ճշմարիտ Աստծուն եւ հաղորդակից լինել նրա բերած փրկությանը։